Եթե չկա հնարավորություն 3 աշխատողով ապահովել 1 թոշակառուի թոշակը, ապա գործնականում սերունդների համերաշխության սկզբունքը չի աշխատում։ Իբրև ասվածի հիմնավորում Գագիկ Մինասյանը դեմոգրաֆիական խնդիրն է վկայաբերում։ Եթե դուք չեք կարողանում լուծել այդ խնդիրը, դուք պարտավոր եք գտնել այլ լուծումներ, որպեսզի ապահովեք ձեր տարեց քաղաքացիների ապահով եւ անվտանգ, այդ թվում նաեւ ֆինանսապես ապահով ծերությունը։ Ինչու էր պետք հենց հիմա ներդնել պարտադիր կուտակայինը, հարցի պատասխանը Գագիկ Մինասյանը բյուջեի գնալով նվազող հնարավորություններով է պայմանավորում եւ հավելում. եթե ավելի ուշ անցնենք նոր համակարգին, բյուջեի բեռն էլ ավելի է մեծանալու։ Ակնհայտ է, որ նոր համակարգը չպակասեցնելով իր գործունեության հենց առաջին տարիներով, չպակասեցնելով բյուջետային ներդրումները մեր այսօրվա գործող կենսաթոշակային համակարգին, որոնք շուրջ 180 միլիարդ են, լրացուցիչ բյուջետային ներդրումներ է պահանջում նոր համակարգի համար։ Ի տարբերություն ԱՊԱ-ի պարտադիր կուտակայինի արդյունքները ոչ թե անմիջապես, այլ 3-4 տարի հետո կտեսնենք։ Տնտեսության զարգացմանը խանգարող էական հանգամանքներից է երկար եւ ցածր տոկոսով փողերի պակասությունը։ Դա կբերի մեր տնտեսության զարգացման համար նոր հնարավորությունների այս կոմպոնենտը։ Իր դրական ազդեցությունը այլևս ցույց կտա ընդամենը մի քանի տարի հետո եւ դրա դրական ազդեցության համար պետք չի սպասել մի քանի տասնամյակ։ Մեր հասարակությանն անհանգստացնում է նաև այն հարցը, թե ինչ կլինի ֆոնդերի հետ, եթե Հայաստանում արժույթը փոխվի։ Նախ այդպիսի որևէ քննարկում չկա, որ Հայաստանում ինչ որ պատճառով, մաքսային միություն կամ ինչ որ այլ պատճառով արժույթը փոխվի, դա առաջինը, որը չափազանց կարևոր է։ Եվ երկրորդը, եթե ինչ որ պատճառով Հայաստանում արժույթը դառնա, չգիտեմ, եվրո, դոլար, ռուբլի, յեն կամ մեկ ուրիշ բան, ապա այդ ֆոնդերի հետ որևէ բան տեղի չի ունենա։ Ֆոնդերի եկամտաբերությունը ըստ падգամավորի կկազմի 6-7%, հանած գնաճը։ Կուտակային համակարգի բարեփոխումները падգամավորի դիտարկմամբ հումանիստական սկզբունքներից ելնելով է կատարվում։ Թերեզա Կադայեվչյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։